պապայիս նման։ Ես հյուր եմ իրավ Մկրտչյանից տանը, ով եղել է և մանկավարժ, և սպորտսմեն, և մարզիկ։ Հիմա կզրուցենք իր այն հուշերով, թե նա ինչպեսի մարդ է եղել և ինչպես է մնացել ինձ հուշերում մինչև լավ մարդ։ Իր աղջկա հետ հիմա կզրուցենք Լիլի ջան, ասացի, որ ունես հայրիկիդ նվիրված ֆոտոնավակ, կփորձես։ Շատ լավ, սիրո։ Դու հզորարև ես, պապ, ինչ ժպտում ես երկնքից, ինչու այդքան հեռվացար, չեմ դիմանում բարովից, ոսկոտակ շողերով ամուր գրկում ես դու ինձ, մեկ է դրախտ եմ ուզում, աստծո նվեր երկնքից, դու հզորարև ես, պապ, ես սիրում եմ չասացի, բայց հոգիդ երեկ գրկեց քնած հոգուս մոտիկից, ու զգացի սիրտը քո ծիրով լցված երազում, ու հասկացա, որ գիտես, որ քեզ շատ եմ սիրում։ Լիլի ջան, դու նաև ասացի, որ ունես հայրիկիդ նվիրված երգ։ Այս նույն բառերով ես գրել այդ։ Չէ, նույն բառերով չէ, բայց էլի ներկայացրել եմ որպես հզոր արև, որովհետև հայրս իրոք հզոր էր ու իմ հուշերում մնացել է այդպես արև։ Իսկ ինչպիսի հայրերն է։ Շատ հոգատար էր, շատ հոգատար էր։ Ես հիշում եմ, թե նոր տարուն ինչքան սիրով էինք մենք պատրաստվում, ինքն էր զարդարում մեր ամբողջ տունը, հրաշալի հայր էր, գնում էինք դահուկ սահելու, ես իր մոտ վոլեյբոլի էի գնում, մրցումների էր տանում, շախմատ խաղալ էր սովորեցնում, չգիտեմ, շատ հոգատար, իմ դասերն միասին պատրաստում էինք, օգնում էր, որ պատրաստեմ, այո, դասերս, հրաշալի հոգատար հայր եմ ունեցել, որպես պապիկ էլ, շատ հոգատար պապիկ էր, շատ, ես չգիտեմ, այնքան կարոտ կա իմ մեջ հիմա իրա հանդեպ, որը անբացատրելի է ուղղակի, բայց հպարտության զգացում ունեմ, հպարտության, որ ինքն է հենց իմ հայրը։ Սպորտի մեջ Եղեգնաձորում կարող եմ ասել ինքը միակն էր, թե թենիսով, թե ֆուտբոլով, թե վոլեյբոլով, ինքը առանձնահատուկ էր։ Եվ որպես լավ մարդ, և որպես լավ մարդ, և որպես լավ սպորտսմեն, ինքը ուրիշ էր, ինքը շատ ուրիշ էր։ Որպես ձեր հայրը շատ սիրում, թե հանրապես որպես մարդ տեսակում։ Առհասարակ ինքը որպես կերպար, շատ գեղեցիկ կերպար էր, շատ դրական, նաև դրական կերպար էր, բայց որպես հայր անբացատրելի է ուղղակի։ Գիտեմ, որ հայրիկիդ միշտ հիշում ես ու կհիշես, բայց յուրահատուկ ի՞նչն է գալիս մտքիդ հենց առաջին, երբ որ հայրիկիդ նոր տարին, ամեն նոր տարին ես հիշում եմ իմ հայրիկին, ամեն նոր տարին։ Ուներ որևէ ասացված, խոսք, յուրահատուկ։ Այո, ասում էր շախը դեռ խաղի ավարտը չէ, ու երկս էլ երկիս մեջ բերել եմ, այդ ողերով մեջ բերում եմ արել, այո, շախը դեռ խաղի ավարտը չէ, այսինքն հոգին դեռ պայքարել է տեղում, դեպի հավերժություն, կարծում եմ լույսերի մեջ է ինքը, իրոք ավարտը չէ դեռ մահը։ Ինչ ես կարծում, թողնիկներից որևէ մեկը կա, որ Փոքրիկ տղաս նման է, քրոջս փոքրիկ տղան նման է, իմ փոքրիկ տղան ևս ֆուտբոլ է խաղում, ու շատ լավ է խաղում, Դավիթս երևի քաշել է պապիկի։ Մյուս թողնիկներ տեսքով նման։ Բնավորությամբ շփվող են, օրինակ իմ Դավիթս էլ շփվող է շատ, պապիկներ են շփվող շատ, իսկ փոքրիկ էլի Դավիթ է անունը քրոջս տղան, չարաճճի է շատ։ Տեսքով որևէ մեկը նման է պապիկին։ Չէ, նման չէ, տեսքով նման չէ, երևի տեսքով ես եմ նման պապայիս, ես եմ նման հորս։ Ես չգիտեմ ինչ պիտի անեմ, որ արժանի լինեմ, որը չգիտեմ ես ինչքանով, ինչ պիտի անեմ, ես չգիտեմ,
որովհետև իմ հայրը արժան իր ամենալավին։ Ինքնին դու ես արժանի, չէ՞ որ լավ, բարի դրական մարդ ես։ Դե պիտի լավը լինենք։ Ոսենք լավ ենք, վատը բոլորն էլ կարող են լինել, լավ է, այլները չեն կարող։ Շնորհակալ եմ, որ դասը այսպիսի լավ ես, որ հաստատ իմացի, որ հայրը կպատանի է քեզանա, որտեղ դին արժանի զավակ ես։ Շնորհակալ եմ շատ։ Կրկնության վիրակը մեծ ավանդ ունի մեծ սպորտի ճամփորդի երեքնասուրանքի մասնավորապես եւ բանկար եւ մարդկանցների մեծ Հիմա էլ կզրուցենք Վիրապ Մկրտչյանի տիկնոջ հետ, Մարետա Մկրտչյանի հետ։ Տիկին Մարետա, խնդրեմ պատմեք, ինքը որպես մարդ շատ լավ մարդ է, բոլորն են ասում, բայց որպես ամուսին ինքը ինչպիսին էր։ Եվ լավ հայ, եւ լավ ամուսին, եւ շրջապատի մեջ հարգված, հասնող, շատ նվիրված էր ինքը, շատ բոլորին էր։ Ինչու էր ստացվում։ Սպորտով էր զբաղվում, եթե մեկը դժվարության մեջ էր ընկնում, ինքը հասնում էր։ Ուսուցիչ էր եղել։ Հա, ուսուցիչ էր։ Բայց ես կարամ դրա լավ գործից ինչ արել, ես կարամ ասեմ, նա ինչ օգնություն է ցույց տվել 90-ական թվականներին, երբ որ Ղարաբաղից երեխեքը բերել էին ճամբար, Անահիտ ճամբարը, ինքը տնօրենն էր ճամբարի, կազմակերպեց նրանց կնունքներ, 70 երեխեքի, բոլորին նվերներով, ամեն ինչով, նրանք շատ էին սիրում։ Եվ ինքն դարձավ կնքահայր։ Հա, այդպես բոլորի 70 երեխով կնունք արեց Գավլանքում։ Այլ է այդպես բոլորը։ Դե տարավ, այդպես կնունք արեց ասած կտնքնից։ Ծախս չարած, ուղղակի պայմանավորվել էր, դիտես օրինացի երկիր կուսակցություն կա, դրա շեֆի էր, Արթուր Բաղդասարյանի այդպես տարավ կնունք արեց ժամանակ։ Եվ հետո քուրս լանդանոցում էր Երևանում պարկած, ցոփ աշուն էր։ Մենք պետք է գնանք, իրան տեսակ չչա։ Մարշրուտ մի բան էինք հետում, ջերմուկի մարշրուտին եկավ մեզանից ագոնացած էր, աղաչացավ։ Մեր աշկի առաջ գլորվավ Տիգրանաշենի ոլորաններից մեկի։ Նշեք նաև, որ դուք պետք է լինեիք այդ մեքենայի մեջ, բայց ուշացել եք։ Հա, մենք ուշացել ենք աղբիբերման, պատահանա, մինչև գնաց ես չելատրություն առա եկա, ջերմուկի ավտոբուս արդեն գնացել եմ։ Եկավ մեզանի լավ չէր աշխատում այդ մեքենան։ Մենք գնացինք նրանից անցանք, ինքը եկավ մեզանից անցավ, բայց այնց եղավ, որ ինքը Տիգրանաշենի ոլորաններից գլորվեց մեկի։ Ավտոբուսի մեջ կային տղամարդիկ, բայց ոչ մեկը կչարեց, որ իշնի մեկի։ Իրավ նեչավ, վիրավորներին սկզբից հանեց ճանապարհին, կայնացրեց վերևի ներքևի մեքենաներնով գալիս էր, կայնացնում էր, թեկուզ դրանք համաձայն լինեին, չլինեին, ասում էր դու պետք է դրանց այդ վիրավորներին հասցնեք հիվանդանոց, որտեղ կարակ, որտեղ մոտիկա են, առնալվա էին, ինքն էլ լարիվ արուներ էին, այդ օրը 7 մահ եղավ, այդ մահացածներին բերել շարեց ասվապետողը, մի քիչ էլ անձրևեր էինք խոնավեր էլի գետինը, ասում էր այդ արունից ես հոտ եմ առնում, զզվում եմ, սարոշկան լարիվ արուներ, գնացինք հասանք Սուրենավան, հանեց այդ սառը ջրի մեջը, մտցրեց ջուրով, իշքան էլ արած այդ արյան հետքերը մանած, ասում էր զզվում եմ, այդ արյան հոտը մտել է քիթս, մենք այդպես գնացինք Երևան, հրոչս տեսանք եկավ, ինքը շատ բարի մարդ եղավ, շատ ջղային չի, շատ բարի։ Ինքը օգնել է վիրավորներին, Այդ օրը ամուսիններ էին մահացել, այդ գետապյուղից էր,
Գետապից հենց մարդ կար նստած է մարշրուտի մեջը, ես մոտեցա իրան ասի գնացեք օգնեք էլի վիրաբեք ներքևից է քանի չի կախային, ասում եք ես չեմ կարող վիրավ լինել, մկրոժը, մի քիչ չանել է, հա, ուղանում էր, Հետո այդ մահացածների ընտանիքները կամ այդ վիրավորները ոչ մեկը դրանք չիմացան էլ այնքան օրագ էր հանում շարում, ուղղակի այդ շոֆերները ենթադրենք վերևից պտի իշնեն, ինքը կայնացնում էր, հետ էր ուղարկում ասում էր եղեք Նաձորի հիվանդանոց, այդ որ մոտ է, որ փրկվեն էլի, դրանք դժգոհում էին, բայց ինքը իր դեմ խաղ չկար ոնց ասում են, այդ հիմա վիրավորներին բոլորին փրկեց։ Հա, ուղղակի հիվանդանոց բոլորին Ճանապարհը հիվանդանոցին ոչ էլ չմահացել։ Չէ, մենակ մահացածներ էլ 7 հոգիներ էր, Ճիշտ է, բաց է եղել, բայց լավ գործ է արել, հա, հիմա տեսեք քանի վիրավորների ընտանիքի շարունակվեց սենյակների, Հա. չլիներ, այդ սենյակները չլիներ։ ճիշտ ես, թեկուզ շոֆերները շատ դժգոհին ասում են մեքենա ստեղ տորվում արունա, ինքը ասում էր շունյալին վրեն նայն, սպիտակ գծավոր ծավոշկա էր ապրել առեպ արուն, Անդադ իր մեջ մնացել է, չէ՞։ Այդ հոտ ասում էր արյան հոտը խեղդում է ինձ, թեկուզ հանեց սառը ջրով է լված, սորենավանի այդ աղբորը, բայց ասում էր են հոտը մտեք հիթս չեմ կարող անում, Ոսկոքետ ես վերելիցան ունեցավ այդ դեպքում։ դեղ, մենք մի հատ արկո ունենք է, ռապապի, մի կնջուր տվեց պարին, Գործեր մնաց, ճիշտ է, սերունդները միգուցե չիմացան, որ այդ լավ գործ են շնորհել, բայց ինքը իր սերունդների հող գիտել է պատանավ տողում, ինքը օգնեց այդ անձանց։ թեկուզ մահացել, բայց հարգում են իրա, շատ են հարգում, մարդկա, որ չի իմանում, որ ինքը չկա, մարդկա, որ չի իմանում, ըստ է չեն եղել, այսինքն Ռուսաստան բաներ Միգուցե շատ են հարգում, սիրում ուզում են իրենց մեջ մտածեն, որ այդ մարդը դեռ աղջ է։ Իսկ իր ուսուցչական եւ մարզիչի տարիներից չկապեք։ ինքանոթատ խնդրում էր արի նայի, մրցումների նայի, ես չէի, չէ, ոչ թե չէի, ես իմ ոտը եզում ասում էի, գորում էր բաներ անում, վիրավիս ու որպես հանդիսատես իր գրամ սպորդապրոցը նայի, ասում էր ետ ինչի, ինը հեն աննստված այրեկո հետ, ինչ չես դանից, ես չի գնում ամաչում, իրա տղան ավարտել է ֆիզկուլտը, իրա բաժինը, որոշ ժամանակ աշխատեց, հետո ասաց եք ու գործը չի, հիմա թորներիս եմ մեծ հույս կապում, երկու Դավիթներիս, աղջիկներիս, երկուսն էլ, եմ մեկը ֆուտբոլիստ, եմ մեկը ֆուտբոլիստ, մեհերսեր կարատեի է գնում, Արսինեի սովորում արտասահման, լավ շախմատ է խաղում Արսինեն, շատ լավ, սովորացրել է իր պապին, Իսկ վոլեյբոլի ոչ ոք չի գնում։ Արսինես էր ստեղ խաղում, Թամուշս չէ, Թամարս չէ, ասմա չեմ կարա, բայց խաղում, են էլ շախմատ խաղում, Արսինես բազմակողմանի դարյա Ուսան վարձունքների կհասնում և իրենց պապիկը տատիկը վարձը կտարում։ Իսնեին սպասում են, Իսկ այդ պատմում էի, որ ինքը նաև ոստիկանների մարզիչ է եղել։ Դրանից կկապեք։ ասում էր ենքան անհարմար է, եկ որ ես կայնաստում եմ արծը պաշտպանյա, միգրացիայի օրգան աշխատողներին, ասում եմ հավսար զգաստ, ասում են ենթարկում է, Եթե մարզիչ եք, այդ բաներ էր ասում, յուրահատուկ ինչ կպատմեք իր մասին, որ մնացել է ձեր հուշերում, միշտ էր կնա։ շատ հումորով էր, շատ հումոր կար մեջը, ու շատ խիստ էր, ավելի շատ խեղճով էր, շատ, կարող է ինքը մեկի վրա բռնանա, ճղայնանա, գոռա, բայց պետք չէ թվում, շատ խեղճով, խեղճը իրական, Ուզի պահի արտությամբ արտանան եք, հացխատ
Չէ, եթե օրինակ իր աշակերտներին չէր տարբերում իր տների խոց։ Հիմա էլ աշակերտները հանդիպում են բան, ասում են մենք ավելի շատ խորհրդակցում էինք Մկրտչյան Վիրաբի հետ, քան թե մեր ծնողների հետ։ Կարող էինք, ասում եմ, մի հանկարծ պապիրոս վերցնեինք ձեռներս, ասում եմ ջարդում էր մեզ, ու մենք լռում ենք է։ Մեր հորից չենք վախեցի, ասում եմ իրանից ենք վախեցի։ Ինքնից այդ խստությունը բարկությունն էր, որ երեխաներին զգոն էր պահում։ Զգոն էր պահում, ու ինք ասում էր, ինչքան կարած դուք մարդկանց հասեք, օգնեք։ Իսկ այդ տղայի նկատմամբ էր խիստ։ Շատ։ Հիմա իմ Արսենը իր երեխեքին նվիրված, իր ընտանիքին նվիրված, զգում է, որ բնավորությունից իր մեջ կա, խղճովա, շատ խղճովա, շորերը կհանդիպել շի։ Իսկ աղջիկների մեջ կա երևացություն։ Լիլի, Հասմիկից էլ կա, Հասմիկի մեջ ավելի շատ է։ Լիլիթը տեսքով բանով է շատ նման, խղճով է նման, բայց Հասմիկը սառազգոյնի կա։ Ոչինչ իր պապանա։ Նպատակ դրես պետք է հասնի։ Վերջ։ Իսկ ինչ մոտ հասնի։ Ցանկանում եմ երկրի խաղաղություն, ամենակարևորը։ Բոլորին առողջություն։ Պետք է ապրենք այդ Հայաստանում։ Կարևորը խաղաղությունն, առողջությունը, մնացածն ապրելի է։ Մի քիչ լավ, մի քիչ վատ ապրում ենք, ինչ է։ Հաջողությունը ամեն մարդության։ Այսօր չի վաղը կլինի, մի օր լավ կլինի, մի օր վատ կլինի, պետք է հանդուրժես։ Դեպի ծնվում են այդպես, հիմա ոչ բոլորին է տված։ Ինչ ասեմ, արևիկ ջան, չեմ կարող ասել։ Թո չխանգարեն, թո չխանգարեն, հետո։ Եթե չես կարա լավ բան անես, վատը չլինի արա։ Մարդկանց սիրի, չես սիրի, մի սիրի, բայց մի ա։ Ճիշտ ես դու, ճիշտ է։ Ամեն մարդու խելքի բան չի։